Հայաստանում նախատեսվում է ներդնել հետադարձ հիփոթեկի ինստիտուտը։ Օրենսդրական նախաձեռնության հեղինակ կադաստրի կոմիտեն այսպես է բացատրում. այդ ինստիտուտը հնարավորություն կտա կենսաթոշակային տարիքի հասած քաղաքացիներին, որոնք ունեն սեփական բնակարան, տուն կամ այգետնակ, գրավադրել իրենց գույքը եւ դրա դիմաց ստանալ պարբերական եկամուտներ, առանց ամբողջ կյանքի ընթացքում վճարումներ կատարելու։ Ավելի պարզ, այդ ինստիտուտը կարելի է անվանել ապրուստի միջոց ծերերի համար։ Ապրուստի միջոց այսպես ծրագիր է ինքը, որ այսպես ինքը բնակարանը կոպիտ ասած կտակում է այդ կազմակերպության վրա կամ անհատի վրա, այդ անհատը իրան պահում է, որ ինքը իմանա հստակ, որ վերջում բնակարանը իրան է մնալու, ոչ թե մեռնելուց հետո կարող է իր այսպես փորը գասի իմնագույքը հաջողություն։ Կոմիտեից հայտնում են, որ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պահպանվում է ամբողջ պայմանագրային ժամանակահատվածում, այսինքն քաղաքացիները կկարողանան իրենց գույքի արժեքի հաշվին ստանալ եկամուտ, շարունակելով պահպանել սեփականության, այն օգտագործելու, բնակվելու իրավունքը։ Շատ ապրեն, քիչ ապրեն, դա այդ ռիսկ է, այն որ ասում եմ, այդ գործարկնքողի ռիսկն է։ Իրանք շարունակում են իրենց բնակարանում ապրել, ուղղակի ոնց որ մահվանից հետո որ բնակարանը մնալու է այդ մարդը։ Ինչպես բոլոր նոր համակարգերի կամ օրենսդրական փոփոխությունների դեպքում, այստեղ եւս ըստ մասնագետների կարող են ռիսկերի հայտ գալ։ Դրա համար պետք է այստեղ ինստիտուտներ լինեն, որոնք կայացած լինեն եւ այդ խնդիրը լուծեն, պատրաստ լինեն այդ դրա տակ մտնեն։ Հիմա այդ ինստիտուտները այդպիսի կան Հայաստանում, պատրաստ են դրա տակ մտնեն, թե ոչ, դա չեմ կարող ասեմ, էլի։ Ուղղակի դաշտը ոնց որ արվում է բանավոր համաձայնությունների միջոցով, հիմա դա նաև իրավական կարող է ձևակերպում տալ։ Կոմիտեն հայտնում է, թե նախագիծը սահմանում է էական երաշխիքներ, այսինքն այդ հետադարձ հիփոթեկի տարեկան տոկոսադրույքը չի կարող գերազանցել տվյալ պահին գործող հիփոթեկային վարկերի նվազագույն տարեկան տոկոսադրույքը։ Գույքը պարտադիր ապահովագրվում է, կատարվում են հարկային պարտավորությունները, հատուկ մեխանիզմների միջոցով պահպանվում է գույքի բարեկարգումը։ Գրավատուի կամ նրա իրավահաջորդների պարտավորությունները չեն կարող գերազանցել գույքի իրացումից ստացած գումարի չափը, սահմանվում է նախնական խորհրդատվության պարտադիր պահանջ ֆինանսական եւ իրավական ռիսկերը նվազեցնելու նպատակով։ Նախագծի հեղինակները նշում են նաև, որ այդ ինստիտուտները լայնորեն կիրառվում են ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, ապահովելով սեփականության իրավունքի լիարժեք իրացում, ֆինանսական գործիքների ընդլայնում եւ քաղաքացիների համար ստեղծում են իրենց գույքի արժեքը կայուն եկամուտի վերածելու նոր հնարավորություն։ Մասնագետները թերահավատ են, իսկ եթե Հայաստանում պայմանագրի կետերը լիարժեք չկատարվեն, պատասխանատվության ինչ միջոցներ են կիրառվելու։ Չստացվի այնպես, որ ծերերն ընկնեն դատարանի դռները ու երկար ժամանակ հայտնվեն քաշքշուկների մեջ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։